Բարև ձեզ։ Ինչ մենք այստեղ տարված ենք հայ-ադրբեջանական գործընթացում վերջին ուշագրավ զարգացումներով եւ ներհայաստանյան սրացումներով, ռուս-ուկրաինական ճակատում պատերազմը կարծես թե մտնում է մի նոր ավելի վտանգավոր փուլ։ Ինչ է տեղի ունենում։ Միացյալ Նահանգները ուժեղացնում է ճնշումը Ռուսաստանի նկատմամբ, նոր պատժամիջոցներ, այս անգամ պատժամիջոցների թիրախում հայտնվել են ռուսական նավթային երկու հսկաները՝ Լուկոյլը եւ Ռոսնեֆտը։ Պատժամիջոցները սահմանել նաև Եվրամիությունը, միաժամանակ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը չեղարկել է Ռուսաստանի նախագահի հետ նախանշված հանդիպումը։ Ինչպես է պատասխանում այս ամենին Ռուսաստանը ուժի ցուցադրությամբ, միջուկային ուժերի զորավարժություն է անցկացվում հենց Ռուսաստանի նախագահի առաջնորդությամբ, միաժամանակ նախընթաց երկու գիշերներին ուժեղ հարձակման է ենթարկվում Կիևը անօդաչու թռչող սարքերի միջոցով։ Սա ռուս-ուկրաինական ճակատում, իսկ ինչ է կատարվում տարածաշրջանում, Ադրբեջանը, ինչպես գիտեք, շատերի համար գուցե հանկարծագի չեղարկում է դեպի Հայաստան ուղևորվող բեռերի տարանցման արգելքը, սա ըստ գնահատականների ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական նշանակություն ունի, անկախ այն բանից, թե Ադրբեջանը ինքնուրույն է գնացել այս որոշմանը, թե արևմտյան, մասնավորապես Միացյալ Նահանգների ճնշման ներքո։ Նաև ավելացնենք սրան այն, որ Հայաստանում էին Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, սա վկայում է, որ հայ-ադրբեջանական երկխոսությունը շարունակվում է ոչ միայն իշխանությունների, այլև հասարակական կազմակերպությունների քաղաքացիական հասարակության մակարդակով։ Հանրային ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ նաև ներհայաստանյան սրացումները, գիտեք, որ առաջիկա Կիրակի Հովանավանքում տեղի ունենալու մատուցվելու է պատարագ, քահանայի կողմից, ով եկեղեցու կողմից հռչակվել է կարգալույծ, բնականաբար այստեղ հավատացյալների պակաս չի լինի եւ բնականաբար պատարագ կմատուցվի նաեւ մայր տաճարում, որտեղ եւս բազմամարդ կլինի, թե ինչ զարգացումներ կարող են հաջորդել սրան, կարելի է միայն կռահել։ Ցնցումները, այս պարագայում կարելի է ասել հետ ցնցումները հիմնական ցնցումից հետո շարունակում են նաեւ Գյումրիում, այստեղ եւս նոր ձերբակալություններ եւ կալանավորումներ են։ Սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, որտեղ համադրում են փաստերը, կարծիքները եւ կանխատեսումները, զրուցակիցս Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահ Կարեն Սարգսյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Սկսենք այն թեմայից, որտեղ դուք կարծես թե մասնագիտացել եք առաջին օրվանից մինչև հիմա, գիտեմ, որ ուշադիր հետևում եք, վերլուծում եք իրավիճակը ռուս-ուկրաինական պատերազմում։ Թրամփ-Պուտին հանդիպման չեղարկումը։ Ինչ է սա նշանակում։ Զսպման քաղաքականություն է Միացյալ Նահանգների կողմից, թե ընդհակառակը աջակցելու եւ ժամանակ տրամադրելու։ Չէ, ընդհանրապես ոչ մի աջակցության մասին խոսք չկա, այդտեղ դա չի քննարկվում։ Խոսքը նրա մասն է, որ շատ հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունեցել, ինչի է չեղարկվել։ Դրան ուղղակի ասում են, ինչպես ասում են, սիմֆոնիա էր։ Այն պահին, երբ ռուսական թևի հետ պայմանավորվելու կողմնակիցները, այսինքն Ռուսաստանի հետ բացառապես տնտեսական հարաբերություններ կառուցելու Վիտկոֆը եւ Տրամփի փեսա Կուշները հայտնում են ինքնաթիռում, Ռուբիոյին զեկուցում են, Ռուբիոն վազելով գնում բառեզբուն իմաստով արագացրած տեմպով կազմակերպում է նախագահի մոտ մուտք եւ նկարագրում է Լավրովի հետ խոսակցության իրականություն, որտեղ մենք հիշում ենք նախորդ անգամ Ալյասկայից առաջ, երբ Վիտկոֆը հանդիպել էր Պուտինի հետ, Վիտկոֆը հասկացել էր այն, ինչ ինքը ուզում էր հասկանալ, որտեղ Վիտկոֆը իրականում բան է, անշարժ գույքի վաճառքով զբաղվող ու Տրամփին գոլֆ հավեսով պարտվող անձնավորություն է։ Իր դիվանագիտությունը նրանում է կայանում, որ ինքը հավեսով պարտվում է Տրամփին եւ Տրամփը որոշել է, որ ինքը լավ դիվանագիտ է, բայց որպես բան կա ընդհանուր կոնսենսուս, որ ինքը բան չի։ Ասում եք հասկացել էր այն, ինչ ուզում էր հասկանալ, ինչ։ Այո, ինքը հասկացել էր, թե Պուտինը պատրաստ է պայմանավորվել։ Նախ ինքը չի տիրապետում խնդրին։ Ինքը չի հասկանում ինչ։ Այո, Պուտինը իրան ասել էր այն, ինչ որ ասում է 22 թվականից, նույնիսկ 21-ից, որ Ուկրաինան գոյություն չունի, գոյություն ունի պատմական իրականություն, որ պատմական իրականության մեջ դա ռուսական կայսրության տարածքներն էին եւ այդ տարածքները մենք ենք կառուցել, վերականգնել, դրա համար գոյություն չունի այնպիսի մի ուկրաինական կառավարություն, որը մեզ կարա Դոնեցկը, Լուգանսկը, Խերսոնը, Ղրիմը չտա։ Ինքը մերն է, մեր հողերն է։ Հիմա ինչ ա եղել նույն բանը Ռուբիո Լավրով խոսակցության ժամանակ, ըստ պաշտոնական ամերիկա, նույն բանը ասել է Լավրովը Եվ ռուսական մոտեցումը որն է, իրենք սա ասում են, ասում են դե եկեք խոսանք։ Այսինքն դիրքորոշում ասում են,
Ալասկայում ամեն ինչ կործանվեց, նրա պատճառով, որ այս կտորը, որը որ Վիտկոֆը չի հասկանում, Վիտկով կան որ դիվանագետ չի։ Իրան ասում են սա մեր դիրքորոշ, ինքը չի հասկանում, որ սա իրանց դիրքորոշումն է։ Ասում է դե այսքանը համաձայն է սրա հետ։ Ասում է դե եթե ստարտային պայմանները սրանք են, հա, բայց քանի որ ինքը անշարժ գույքի վաճառող է, ոչ թե դիվանագետ է, ինքը չի հասկանում, որ գոյություն ունեն նախապայմաններ բանակցային, որոնց իրականացումը անհնար է, հետևաբար բոլոր մնացած գործողությունները անիմաստ են, որովհետև դա սխալ է։ Իսկն Ռուբիո-Լավրով հեռախոսազրույցից հետո Այո, Ռուբիո-Լավրով հեռախոսազրույցից ժամանակ բացահայտվել է նույն փաստը, որ Լավրովը ասել է, որ գոյություն ունեն նախապայմաններ։ Մենք ունենք սահմանադրական տարածքներ, որոնք վերցրել ենք։ Սա մենք հաշվի ենք առնում եւ ստեղից սկսած պատրաստ ենք դեզ հետ բանակցել։ Ռուբիոն առիթից օգտվել է, գնացել է Տրամպի։ Սա ասեն ձևակերպվեց որպես դիվանագիտական առաջընթացի բացակայություն եւ ուրեմն Այո, դրա համար Տրամպը հայտարարել է, որ ինքը չի ուզում ժամանակ կորցնի, ինչը տրամաբանական է։ Լավ, շատ լավ, եթե չի ուզում ժամանակ կորցնի, ասում է դիվանագիտական առաջընթացի բացակայության պատճառով մենք հանդիպումը չեղարկվում է, բայց միաժամանակ նաեւ Կիևին էլ է մերժում այդ հրթիռները տրամադրել։ Խոսքը եթե տոմահավքների մասին է, ժողովուրդ, տոմահավքները դա ուղղակի թևավոր հրթիռներ են, որոնք իրանց մարտական մասը այն ինչ հենց հիմա Ուկրաինան ունի, մի առանձնապես աչքի չի ընկնում բանը, նույն 150-ից 200 կիլոգրամն է մարտական մասը։ Այո, ինքը գերճշգրիտ է, ինչ որ վերջի սերունդը, բայց վերջի սերնդի տոմահավքներից արտադրվում է տարեկան 50 եւ տոմահավկը ծովային թևավոր հրթիռ է, այսինքն Erlenburg այդ բաների, ֆրիգատների, որոնք որ հիմնական չնայած ֆրիգատ չի ինքը, չգիտեմ, դա ոնց է կոչվում, կրույսահայդեր չի, էսմինիցա, ռուսերեն դրան ասում են էսկադրինի մինանոց, հայերեն չգիտեմ տարգմանությունը, ծով չունենք, նավատորմ չունենք տարգմանություն, կներեք, դրա համար եմ տենց ասում, Erlenburg-երի հիմնական բանն է, Erlenburg կա հենց հիմա շարքում 70, 100, չգիտեմ, շատ, ամբողջ ՆԱՏՕ-ում 100-ից ավել է, որովհետև ինքը տիպային է, իսկ տարեկան տոմահավք արտադրվում է 50 հատ։ Ուկրաինան նույնիսկ որ ստացավ, կարող տան մի հատ, ուղղակի ձևի համար, որ դնեն գավաճկեն, որ ունի Ուկրաինան այդ, բայց մարտական խնդիր, առավել ևս ռազմավարական խնդիր, դա չի լուծի։ Եթե չես պատրաստում Կրեմլին պատուհանին խփես, որտեղ նստած է Պուտինը, կասկածում եմ, ինքը բունկերից դուրս չի գալու։ Ռուսաստանի պետքան հանգստացած է։ Որովհետև տոմահավկը Ռուսաստանի եւ Սովետական միության համար, երբ որ ինքը 70-ականների վերջ մտավ, այն վաղտ առաջի անգամ այդ ժամանակ դուրս եկավ այդ բանը, հայտարարությունը, որ տոմահավկը այնքան ճշգրիտ է, որ ինքը կա պատոհանին մտնի շենքի։ Եվ սուրիական պատերազմի ժամանակ հիշում եք մի պահ եղավ, երբ ռմբակոծեցին, հրթիռակոծեցին իրականում ֆրանսիական եւ ամերիկյան, բրիտանացիքել էին մասնակցում Կիպրոսից, համատեղ հարված հասցվեց Ասադի քիմիական պահեստներին, քիմիական զենքի պահեստներին, եթե դրանք կային, քիմիական զենք չկար այնտեղ, բայց պահեստները կային, պահեստներին եւ օթուժին։ Եվ այդ ժամանակ այդ մնացորդային են, որ ասում եմ ժամկետանց տոմահավքները Ամերիկան բան արեց, օգտագործեց 60-ից ավել տոմահավկա խփել։ Այդ ժամանակ այդ անեկդոտն էր, որ ասում եմ հարցնում էին բախի, էս 300-ը, էս 400-ը չխփեց, ասում եմ գիտեք երկրագունդը կլոր է, ունենց ինքը սենց բան այն կողմից չէինք տեսնում, էլի, ոնց դե կլոր է, հա, դե պարզ։ Հիմա թեման որն է, մի հատ խրթիր եթե տան նույնիսկ, դա հարց չի լուծի։ Ոչ մի բան չի փոխում դա, բայց վախը սովետական միության իսկ Պուտինին այդ բոլոր բունկերում նստած մարտիկ, ռազմական հանցագործները, իրանք վախեն, իրանք այդպես են մտածում։ Իրանք գիտեն, որ ասենք Նովոագարովայի բանին, իր կորտեժին, այդ կորտեժի մեջ կարան իմանան ինքը որտեղ է, այդ կորտեժին խփեն։ Շատ կոնկրետ է, շատ մի հոգու մի կետի վախ է դա։ Ու իրականում չի լինելու, բայց ամեն դեպքում տոմահավքի տալը իրանք նաև ներկայացնում են, որ քանի որ այդ զենքը բացառապես ՆԱՏՕ-ի զենքն է, ոչ մեկին չեն տալի, այդ կոնֆլիկտի սրացում է եւ ի պատասխան ձեր նշված բանն է։ Հին աղբը հանել են, որ ասենկյանի իրանք միջուկային զորավարժություններ են։ Բայց մինչև այդ Միացյալ Նահանգների պատժամիջոցները եւ նաեւ Եվրամիության պատժամիջոցները Ռուսաստանի հրաշալի նորություն։ 18-րդ 19-րդ փաթեթը թողեք ասեմ, 18-19-ը դա ուղղակի սիմֆոնիա էր եվրոպական, որը ամբողջությամբ
մեզ համար էլ ձեռնտու բաներ մտավ, այսինքն սկսած նրանից, որ հավելալ այդ ռուսական եկամուտները սկսեց կտրվել, Հնդկաստանը իրականում դադարեց, սկսեց այդ գործընթացը դադարեց վերցնել ռուսական նավթ, այն պահից եւ Եվրամիությունը 18-րդ փաթեթում ասաց, որ ինքը չի պատրաստվում գնել նավթամթերք, որը արտադրվել է ռուսական նավթի կիրառմամբ։ Այսինքն դե Հնդկաստանը դարձել էր մի բան Եվրոպայում բավական զգալի խաղացող, լուրջ խաղացող։ Սա իր հերթին։ Երկրորդ փուլով դա եկավ մեզ մոտ բանը, հավելյալ սերտիֆիկատներ այն գազին, որը մտնում է Եվրամիության տարածք։ Եվրամիությունը սկսեց պահանջել սերտիֆիկատ։ Եվ ստեղ հարվածը Ադրբեջանին էր։ Իսկ որպեսզի Ադրբեջանը շատ իրան տենց լավ տեղ չդնի, մի հատ էլ Սթար գործարանը Սոկարի, որը տեղակայված էր բանում Թուրքիայում։ Սա էլ դրեցին պատժամիջոցների տակ։ Այդ ընթացքում Թուրքիան եւ Ադրբեջանը, իրականում Ադրբեջանը, որտեղ Թուրքիան բավական մեծ բյուջեի ծակ ունեն, փորձեցին գնել Լուկոյլի Բուրգասում տեղակայված նավթամշակող գործարանը։ Սրա մասին տեղեկություններ եղավ եւ որպես պատասխան, իսկ դա Եվրամիության տարածքում արտադրված է արդեն, Բուլղարիան Եվրամիության անդամ է, եւ դրա վրա պատժամիջոց չես կարա կիրառես։ Եվրահանձնաժողովը չի կարա Եվրամիության տարածքում գործող բանի վրա։ Դրա համար եկավ պատժամիջոցների այս փուլը, որ Լուկոյլը եւ Ռոսնեֆտը, բայց ոչ միայն Լուկոյլը եւ Ռոսնեֆտը, Լուկոյլը, Ռոսնեֆտը եւ դրանց հետ փոխկապակցված կամ իրանք որպես վերջին շահառու հանդիսացող ցանկացած ընկերություն, որի քվեարկող ձայների բաց բաժնետիրական ընկերության կամ բանի բաժնետոմսերի, եթե ՍՊ-ը է, չափաբաժինը 50%-ը պատկանում է այդ ընկերություններին կամ իրանց հետ փոխկապակցված ընկերությունների, բոլորը պատժամիջոցների տակ են եւ բոլորը, իսկ սա արդեն ոչ թե մի հատ Լուկոյլաբան, որտեղ ասենք Ռոսնեֆտը կարող է իրականում ՍՊ-ը մի հատ Մոսկվայում 10,000 դրամի բանով, ասենք 100,000 դրամի շրջանառությամբ, մի հատ հավաքարար ունի, մի հատ տնօրեն։ Բայց այդ Ռոսնեֆտի հետ փոխկապակցված, այսինքն պատժամիջոցները գալիս են այնտեղ, որտեղ իրանք պետք է լինեին 23 թվականի նոյեմբերից հետո, երբ որ Տրամպը սաղ կասեցնում էր, որ ոչ թե մենք գնում ենք օրենքի տառին, այլ օրենքի հոգուն եւ բովանդակությանը։ Պատժամիջոցը վերաբերվում է ցանկացած բանի, որը Ռոսնեֆտին է, Սեչինը գալիս է, այս ստեղ կոֆե է խմում, Սեչինը Ռոսնեֆտի տնօրենն է։ Կոֆե է խմում, ինքը հələ դուրս չեկած սպասարկողի, մատուցողի հաշիվները սառեցվում է։ Լավ։ Իսկ Ռուսաստանի արձագանքը? Ռուսաստանի արձագանքը արդեն խրխրոցն է։ Միջուկային զորավարժություն։ Պրոբլեմը Ռուսաստանի միջուկային բանի, Մեդվեդևը։ Շատ լուրջ տղա է, Մեդվեդևը մի ուրիշ։ Բայց միջուկային զորավարժություն։ Տեսեք, այ միջուկային զորավարժությունների եւ Մեդվեդևի մեջ Մեդվեդևը ավելի լուրջ տղա է, քան միջուկային զորավարժությունները։ Ուրեմն սովետական միությունից մնացած, որտեղ դրանից հետո միջուկային ոչինչ չի արտադրվել։ Ինչ որ մի երկու հատ հրթիռի փորձ է եղել կատարվելու, որը կրկին պարունակում է մասեր կարևորագույն, որոնք Յուժմաշում են։ Յուժմաշը դա Դնեպրն է, դա Ուկրաինան է։ 15 թվականից սկսած համագործակցությունը դադարեցված է։ 25 թիվն է։ Այն սատանա հրթիռները բանը որ կան, դրանք բոլորը Յուժմաշինն են։ Այսինքն առանց ուկրաինական արտադրական բազայի միջուկային գլխիկ կարտադրի Ռուսաստանը, ասենք ուրանը, պլուտոնին, խառնի իրար կդնի, հարց չկա, այդ Կուրչատովի ինստիտուտն է, արձամասն է, պրոբլեմ չկա, բայց տեղ հասցնելու համար պետք է ֆերմիի պես տենց գրկեն, տանեն, դնեն միտեղ, հետո կոճակը մեկը սխմի, իր վերջի օրն ալնելու, որ տրակի, որտեղ տեղ հասցնելու հնարավորություն չունեն։ Այսինքն այս զորավարժությունները բլեֆ եք։ Զորավարժությունները տեղի են ունենում համակարգչի վրա, նույն հաջողությամբ դուք կարող եք առնել, ասենք, PlayStation, FIFA 2025 բանը, գովազ չի ուղակի, հա, ու դնեք Հայաստանի հավաքականով բոլորին սատկացնեք, ասենք, համակարգիչ է։ Ասենք դուները չի գալի, բան եք, save եք անում, նորից եք մտնում, նորից միջև բան։
Ինչի մասն է խոսքը։ Առաջիկայինից սпасել, սա էլ հակեր ճյուղ անցնենք առաջ։ Ումից Պուտինից։ Չէ, ռուս-ուկրաինական ճակատը։ Ռուս-ուկրաինական ճակատը, հա, շատ կարևոր բան է, իրադարձություններ են եղել, ուրեմն Ռայթեոնի հետ են հանդիպել Ուկրաինայի հետ Պետրիոտի հրթիռների արտադրության, իսկ Պետրիոտը դա ամենակարևորագույն հոպի կոմպոնենտն է Ուկրաինայի, որը թույլ է տալի ապահովել էներգետիկ ձմեռվանից առաջ, խոսքը գնում է նրա մասին, որ արտադրություն դրվի Ուկրաինայում, ենթադրում եմ, որ սահմանափակում կա պատրաստի հրթիռների, բայց այն ինչ որ կոչվում է բան պտուտակային հավաքել, այսինքն ինքը երկու հատ sense կտոր կամ տուփի պետք է ներկեն Ուկրաինայում, որպեսզի կարողանան գրեն, որ made in Ukraine, էլի, որ Ամերիկայում չի արտադրված։ Այ այդ մասը կթողեն, այսինքն պատրաստի հրթիռները կբերեն Ուկրաինային, այդ վերջին ներկելն է բանը երկու հատ տենց պտուտակ դնելը բան, դա կանեն, որպեսզի ստացվի, որ ինքը ուկրաինական արտադրանք է, որպեսզի հետագայում Տրամպը միևնույնն է, ես շարունակում եմ պնդել, որ ինքը փորձելու է պայմանավորվել Պուտինի հետ, որովհետև ինքը համարում է, որ ինքը բիզնեսմեն է ու ինքը ասում է, ես չեմ հասկանում, ոնց կարելի է Ռուսաստանի պես հարուստ երկիրը զբաղվի էշությունով, ինքը չգիտի, որ երկիրը հարուստ է ոչ թե բաներով, հանածոներով, այլ մարդկանցով։ Իսկ մարդիկ այնտեղ ռազմական հանցագործի ձայն են տալի։ Չեն կարող։ Այսինքն շարունակվելու է այսպես, հա, ընդ որում Ռուսաստանը նորից ասեմ, կներեք, ցինիկ բան է, շատ ցինիկ է հնչում, շատ ցավալի, ես վերջերս ուկրաինացի ընկերներիս հետ էի խոսում, իրանք համաձայն են, ասում են 22 թվականին բոլորը սպասում են, որ Ուկրաինան կպարտվի։ 23-ին հասկացան, որ չի պարտվում։ Եվ սկսեցին աջակցել, նոր բաներ, հա, այդ հրամանները Բայդենի, որ սկսեն աջակցել։ 23-ի նոյեմբերին խնդիրներ առաջացան կապված Տրամպի ընտրվելու չընտրվելու եւ այդ ամբողջ 60 միլիարդ դոլարը սառեցվեց, բայց գործարանները արդեն կառուցվում էին եւ սկսում էին արտադրանք տալ։ Այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմաարդյունաբերությունը ահռելի ներդրումներ արել։ Դրանից հետո եղան սկանդալներ կապված Lockheed Martin-ի եւ բանի հետ, ուկրաինական ճակատում հայ մարզների բաների հետ, որ switch էին, անջատում էին, բան էին անում, եվրոպացիք ջրանասին չեն առնում։ Այսինքն այս ամբողջ ժամանակահատվածը նրա հետ էր, որ դե մարդիկ փորձում էին հասկանալ ինչա, բայց ներդրումները արվել է։ Հիմա այս ներդրումները պետք է հետ գան։ Դա Ամերիկայի կողմից հիմարած Եվրամիության։ Այո, Եվրամիությունը դրա համար գնում է, ասենք Տրամպը ասել է, որ ինքը չի պատրաստվում դա անել, ինչ պատճառներով։ Եվրամիությունը պետք է գումարը տա, այդ զենքերը առնեն, տանեն Ուկրաինա, մինչև այդ ներդրումները հետ չբերեն շահույթով։ Այս պատերազմը շարունակվելու է, հեսա ցինիզմը։ Շնորհակալ եմ։ Հիմա անցնենք առաջ, տեղափոխվենք տարածաշրջան։ Ինչ է կատարվում այստեղ, վերջին զարգացումը հատկապես ուզում եմ քննարկենք Ադրբեջանի կողմից դեպի Հայաստան ուղևորվող բեռների տարանցման արգելքը վերացնելը։ Սա ավելի շատ տնտեսական թե քաղաքական նշանակություն, ընդհանրապես սա ինչ է նշանակում, փոքր դատարից հետո շարունակենք, կվերադառնանք վայրկյաններ անց։ Հիշեցնեմ, սա Ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես զրուցում եմ Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահ Կարեն Սարգսյանի հետ։ Մենք ռուս-ուկրաինական պատերազմից տեղափոխվեցինք տարածաշրջան եւ վերջին հարցը վերաբերում էր Ադրբեջանի կողմից դեպի Հայաստան, Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ուղևորվող բեռների նկատմամբ արգելքը չեղարկելու որոշումը։ Բարձրաքաղաքական է, Ադրբեջանում մեծ հաշվով ամեն ինչ քաղաքական է։ Նավթի գները տեսել եք։ Ադրբեջանի բյուջեն հաշվարկված է Azeri Light, իրենց հիմնական արտահանվող նավթի Azeri Light սորտի։ Դա չեմ սխալվում, մոտ 80 է գինը ֆիքսվել։ Ինքը ունի պրեմիա, այսինքն ինքը մոտավորապես $5 Brent-ից ավելի բարձր է վաճառվում գինը, մոտավորապես դրամաց ինչ։ Խոսքը նրա մասին է, որ Brent-ը մոտավորապես 60-ի վրա է, 60-62։ Այսինքն ինքը բյուջեի մոտ, բացի նրանից, որ ճեղքված կա իր մոտ, բացի նրանից, որ իրան ասում են ներկրվող Եմեն ներկրվող գազի համար սերտիֆիկատ տուր, որ ինքը ադրբեջանական, այսինքն ինքը չի կարող սերտիֆիկատը տալ, որովհետև ինքը ադրբեջանական չի, Ադրբեջանը այդքան գազ չի արտադրում։ Նաև նավթի գները զուտ օբյեկտիվ առումով, ինքը ունի խնդիր։ Տնտեսապես ակնհայտ է, որ նույնիսկ մեզ այդքան դա պետք չի, դա Իրանն է պետք։
որովհետև որքան էլ որ ինքը գնա փաթաթվի Պուտինի հետ, ինքը ասաց Իլհամը Պուտինի հետ փաթաթվի, իրանք երկուսով փետրվարի 22-ին ռազմավարություն կնքեն, նիվաների արտադրություն դնեն, հայ դեպ շնորհավորում եմ Հայաստանի բոլոր նիվաների սիրահարներին, այսօրտեղ կարող եք գնել ադրբեջանական նիվա, ճակերտներով, սա սարկազմ է, սա կոչա, որպեսզի չգնվի ամեն դեպքում, բայց մարդ է, կարոջ գիտեն։ Ռուսաստանը որպեսզի պատժամիջոցներից խուսափի, ինքը եթե հիշում եք 44-ից հետո այդ 22 թվականի փաստաթղթով ինքը մի քանի արտադրություն պետք է տաներ դներ Ադրբեջան։ Մասնավորապես Կամազի հետ կար ռազմավարական բան, ավտովազի, դա նիվաներն են, դա Կամազների արտադրությունն է, որը Ջեբրայիլում են ուզում դնեն եւ այլն։ Թեման ո՞րն է։ Այսպես սկզբում ասացիք, որ քաղաքական է, բայց ավելի շատ տնտեսական է։ Չէ, սա քաղաքական որոշում է։ Որտեղ Ռուսաստանը տնտեսությունն է, տնտեսական շահը Ադրբեջանի, չէ։ Քաղաքական է էլի, որովհետև քանի որ բյուջեն ծակ է, ինքը սոցիալական բաներ պետք է տա, ու իր գրպանից չի տալու։ Իրան պետքա որ գոնե այն ինչ որ ինքը պաշտոնապես ցույց է տալի, ոնց որ բալանսը գա, դեբիտը կրեդիտի հետ բռնի։ Ինքը ինչ որ կերպ պետք է բան անի։ Տնտեսական է այս հարցը նույն Ղազախստանի համար, որտեղից որ կոպիտ ասած մենք կարողանում ենք ծովերն առնենք, հա, բայց սա ԵԱՏՄ-ի թակարդն է։ Մենք անիմաստ մուլտիմոդալ փոխադրումների բան ենք անում, ընկնում ենք Ադրբեջանի ինչ որ անհասկանալի տոտալիտար որոշումներից, որովհետև հասկանում ենք բոլորս, որ դա բորսայով չի որոշվում, դա բանով չի որոշվում, այսօր կա, վաղը չկա։ Ադրբեջանն է հիմա ամեն դեպքում, կարող Ռուսաստանի հետ մի հատ էլ կռիվ տա ու չլինի։ Խնդիր կարա լինի։ Մենք նույնը ունենք հնարավորություն բերել Ուկրաինայից, որտեղ որ իրականում ի տարբերություն չէ, ի տարբեր Ուկրաինան պատերազմ, այնտեղ որտեղ որ Ուկրաինայում պատերազմ է, այդ Ուկրաինան պատերազմ։ Լավ, կարող ենք վերել Ուկրաինայից, առաջի բարձր կարգի ծորեն, մի րոպե, ստոպ, բարձր կարգի ծորեն, որը արտադրվում էր, աճում էր Ուկրաինայում, սովետական միությունում ոչ միտեղ չէր աճում։ Ոնց աշխարհում բացահայտեցին, որ Ռուսաստանը գողանում է ծորեն։ Ռուսաստանը սկսեց վաճառել բարձրակարգ պշենիցը высшего сорта, այսինքն բարձրակարգ որակի ծորեն, որը Ռուսաստանի տարածքում չի արտադրվում, Ղազախստանում չի արտադրվում։ Հարցը ուրիշ էր։ Հիմա տեսեք, մենք հիմնականում ծորենք ներկրում ենք Ռուսաստանից։ Այո։ Ասում եք կարող էինք եւ Ուկրաինայից էլ ներկրել ենք, չգիտեմ հիմա մենք հենց հիմա ես գիտեմ, որ Ուկրաինան առաջարկել է Հայաստանի Հանրապետությանը ծորեն ներմուծել։ Լավ, ներմուծելու համար սա արդեն ձեր երկրորդ կտորն է, Թուրքիայի սահմանն է։ Մինչև Թուրքիայի սահմանը մեկ հարցել։ Հիմա ճանապարհներ էին դրա համար պետք, եթե մենք ունեինք մեկ ճանապարհ, հիմա ավելանում է մեկ եւս։ Անկախ նրանից ժամանակավոր է, ինչքան երկար է, դա առանձին քննարկելու, բայց դա լավ է թե վատ, եթե ճանապարհը ավելանում է։ Մենք ունենք երկու ճանապարհ, հիմա երրորդն ավելանում, շուտով չորրորդը ու ձեր երազած խաշմռուկը կլինի, կարողանաք ծորեն բերեք։ Չէ, իրականում լավ է։ Տեսեք, ցանկացած թուլացում Ադրբեջանի, իսկ սա թուլացում է, որովհետև կարող ասենք մեր արտաքին հետախուզությունը դրանով օգտվի։ Ասենք Ղազախստանից բան դնենք, գնանք սկան անենք, ինչա ճանապարհներին, ինչա ոնց է, լավ է։ Նույն վտանգը իրանց համար կա, այսինքն մեր համար կա, որ իրանք անցնելուց սկան անեն։ Ճիշտ է, մեր մի քիչ լեռնային է իրանց դեսախ տափաստանա չոլա, բայց դա ամեն դեպքում ինքը այդ տեսանկյունից լավ է։ Գանք արդեն հայ։ Ես չեմ հավատում, որ մեծ ապրանքաշրջանառություն կլինի, հասկանում եք, ծորենը ինքը համաշխարհային բանում մենք աֆրիկական երկիր չենք, որը հիմնականում նստած է ծորենի արտադրությամբ։ Չէ, տեսեք, հիմա ճանապարհը բացում են դեպի Հայաստան, բեռների արգելքը դուք լրջորեն մտածում եք, որ մենք այն կողմից ինչ-որ բեռ ունենք ստանալու։ Ճանապարհ է, որտեղից արդեն ծորեն ստանում։ Էլ եմ ասում, ծորենը մենք այլ ստանում։ Բայց կարող ենք ստանալ ոչ միայն ծորեն, ես չգիտեմ։ Հրաշալի է, մի րոպե, հրաշալի է։ Ճանապարհը կա։ Հրաշալի։ Միշտ կար։ Հաջորդը կարող է լինել նպաստել հայ-թուրքական սահմանի բացմանը։ Ինչպես Վարշավեթը հայտարարեց, որ ինչպես որ իրենք են չէ, բան արել, իրենք ճանապարհը բացել, մենք էլ արդեն ոչ միայն քաղաքական առումով, այլից տեխնիկապես պատրաստ ենք, որպեսզի Թուրքիայից Ադրբեջան, Ադրբեջանից Թուրքիա այդ ապրանքները մեր ճանապարհով գնան։ Այ դա արդեն մի րոպե, ստոպ, ստեղ։ Ադրբեջանը բացել է ճանապարհը, վստահ եմ, նաև ճնշումների տակ։ Չէ՞, մեծ հաշվով մեզ միևնույն է ոնց։ Դրա համար չենք խորանում։ Ով է ճնշի, ինչ արե, ոնց արե, էական չի։ Հիմա տեսեք, Թուրքիա եւ Ադրբեջան եւ Թուրքիա ապրանքաշրջանառությունը, եթե հանում ենք նավթը, գազը, ոչ մոտավորապես այնքան է, ինչքան մեր ԱՄՆ-ի հետ։
250-ից 300 միլիոն։ Որովհետև Ղազախստանի հետ այնտեղ 30 ասածս ինչ է, ասենք տնտեսապես, սա ոչ մի բանի մասին է։ Այն ինչ որ մեզ է պետք, մեզ պետքա դուրս գալ դեպի Եվրամիություն։ Դեպավոր ասում ենք հայ-թուրքական սահմանը դեպի Եվրամիություն։ Բայց հայ-թուրքական սահմանի բացումը, որը որ կհանի արգելքները երկակի կամ ռազմական նշանակության ապրանքների փոխադրմանը, դա սրա մասին չի։ Ամենամեծ այդ բանը, ոնց որ ասում են, մառախուղը այս թեմայի մեջ այնա, որ մեզ երկակի կամ ռազմական նշանակության բեռների փոխադրման համար է ճանապարհ պետք։ Լավ, դա հիմա եթե նույնիսկ չկա, այդուամենայնիվ սա ճանապարհ կարող է լինել դեպի Եվրամիություն։ Այլ ապրանքների, այլո։ Թուրքիայի սահմանը։ Այո։ Հա, իհարկե։ Սա արդեն ինչ որ տեղական բան է։ Հա, բացվի, հա, իհարկե։ Ամենասկզբից ես ջատագովն եմ եղել, որ դա բացվի։ Ես նույնիսկ ասում եմ, Ադրբեջանի սահմանը մեզ 100 տարի պետք չի։ 300 տարի էլ որ փագլնի, էլի լավ է, որովհետև Ադրբեջանի սահմանը այդ անկապ ինչ որ բան է, դեպի ԵԱՏՄ ճանապարհ, ասենք, չգիտեմ, մեկ ասում են, դեպի Ռուսաստան երկաթից։ Իսկ Ադրբեջանի ներսում հետևում եք ինչ է կատարվում։ Հա, Ադրբեջանի ներսում գնում է պայքար, որը գնում է նույնը գնում է Ռուսաստանում, մինչև հիմա գնում է։ Բոլոր բենզին եւ բան նավթամթերք արտահանող երկրների ում հիմնական միջոցները դրա հետ է կապված, այսինքն բենզակալոնք, ոնց որ ասում են, երկրի բենզակալոնք է տեղի ունենում, հա նաեւ տոտալիտար տեղի ունենում վերաբաշխում իշխանության գումարների եւ բանի նորմալ գործընթացը, այսինքն Ռուսաստանում ուղղակի հա լսում ենք դրա համար ոնց որ չի ֆիքսվում, բայց եթե հիշում եք, ասենք, չգիտեմ, Լուկոյլի տնօրենների խորհուրդը 22 թվականից մինչև հիմա երևի մի 8 հոգի պատուհաններից ընկել է։ Ու տենց բազմաթիվ դեպքեր, որ իրանք ինքնասպան են եղել։ Հիմա այս վերաբաշխվում է, պաշտպանության Ռուսաստանի պաշտպանության նախարարների նախարարության գեներալից եթե ասենք մոտ 4%, իսկ դա հրլի մեծ թիվ է, 4.5-5% նստած են կաշառակերակցության գործերի համար։ Պատերազմի սկզբից հետո այն մարդիկ, ովքեր պատերազմը սկսել են, քեզ նստած են։ Իսկ այդ վերածևումների համատեքստում Ալիևի իշխանության ամրությունը դե անկայուն է, դրա համար փորձում է, բայց սա էլ է խրխրոց, ինքը չի կարա sense դիման։ Սա բան չի, ասենք, եթե ինքը չի գնում ժողովրդավարացման ճանապարհով, որը միակ տարբերակն է իրականում մեզ համար խաղաղության, իր համար գոյատևել։ Իսկ Հայաստանի հետ խաղաղություն հաստատելը եւ այլն դրանք չեն կարող բերել ներսում նրա դիրքերի ուժեղացման, լեգիտիմության մեծացման։ Լեգիտիմության մեծացմանը չէ, կուժեղացնի, բայց դա ընդհակառակ կդարձնի Սիրիա։ Հաֆեզ Ասադի կամ նու Բաշար արդեն չէ, բայց Հաֆեզ Ասադի Սադամ Հուսեյնի կամ Ղադաֆի, ասենք, երկրներում իրանցից ուժեղ տղա չկար, նույն Մուբարակին հիշեք։ Լավ, մեր ժամանակը հուշում եմ, որ արդեն ավարտվում է, 1-2 հարցերով անդրադառնանք։ Մեր ժամանակը չի ավարտվում, ձեր եթերաժամը։ Եթերաժամի ժամանակը, այո։ Եթերաժամը։ 1-2 հարցով անդրադառնանք մեր հայաստանյան սրացումներին, ընդհանուր հետևում եք, դիտարկում եք, ինչ է կատարվում։ Կիրակի պատարակ, Գյումրիում։ Դե տեսեք, իրականում շատ տենց կիզակետը Գյումրին դարձավ նորից, ինչ որ այս քաղաքը որ բան չկա, Գյումրիում կարելի է մի բան սարքել, էլի։ Սարքում է, որպեսզի զբաղեցնեն մի բանով։ Ես համարում եմ, որ քաղաքական պայքարը ժամանակի շուտ է սկսել ԿՊ-ն, եւ սա ամեն ինչ ընտրությունների համար է, ուղղակի բարձրաձայն ինչ որ բաներ են, որպեսզի չկենտրոնանան մարդիկ նրա վրա, ինչ բյուջե է հաստատվում, սոցիալական ծրագրերի վիճակին, իրական տնտեսական աճի վիճակին, այսինքն այն ինչ որ նորմալ կառավարությունը առավել եւս որը փաստացի բան է, ինչ որ ասում է դե ինչ պատերազմ ռազմական բյուջեն կրճատում են, բան, այսինքն արդեն եկեք մի հատ պատմեք, դե որ այդ սաղ բան մի հատ պատմեք, տեսնենք ինչ է կանում։ Ասում եք ժամանակից շուտ է սկսվել նախընտրական, բայց դա միայն ոչ միայն իշխանության, այլև մյուս ուժերի կողմից էլ այդ թվում նաև պայմանական ասած ռուսամետ, բայց այ արևմետամետների մոտ ես չգիտեմ ինչ է կատարվում։
Ռուսամետների մոտ պայմանական ասած ռուսամետների մոտ ինչ որ շարժումներ դե պասերով խաղն է, մեկին նստեցնում են, այդտեղ ենք նստացնում, հետո իր այդ նստածների դուք եք հանգիստ նստած նայում մարդիկ բան եք անում, չէ, մենք հանգիստ չենք, մենք աշխատում ենք, մենք հիմա ինչ որ անում ենք այն ինչ որ պետք է արվի ընտրությունների համար, ուղղակի տարբերություն ռուսամետների եւ իշխանամետների, որոնք ամբողջությամբ էմոցիա են եւ տակը բան չկա։ Եթե էմոցիա չկա, իրանք չկան, այսինքն որպես քաղաքական ուժ։ Չէ, քաղաքականության մեջ տենց չի։ Հիմա հասկանում եք տարբերությունը։ Օրինակ El Clasico-ում Ռեալի եւ Բարսայի համար, հա, այնտեղ թիմերի համար եւ մարզիչի համար եւ անձնակազմի, որ իրենց պատրաստում է։ Այդ El Clasico-ն, չէ, El Clasico-ն իհարկե էմոցիա է, բայց այդ էմոցիան ասենք 2%-ն է։ Մնացածը ծանր քրտնաջան բառից բուն իմաստով աշխատանք է եւ ասենք այդ բանն է, բայց այն որ գալիս են ասենք եթե Սանտիագո Բեռնաբեուում 65000 նստում են որ նայեն, իրանց համար դա բացառապես էմոցիա է, ու այն միլիոնավոր մարդիկ, որոնք հեռուստացույցով են նայում։ Այ բացառապես էմոցիան, այդտեղն է որ դու որոշում ես, ասենք, չգիտեմ, Կարլո Անչելոտի տեղով պետք է խաղա արեսից ճիշտ արեց, սխալ պաս տվեց, որ փուստ խփեց էլի բան ու կռիվ են անում, չէ՞, սենց մոտավորապես ցավոք սրտի, այն ինչ որ մենք հիմա ունենք, իշխանություն եւ ընդդիմություն, այդ ստադիոնում նստած մարդիկ են։ Ռեալի ֆուտբոլիստների մոտ էլ էմոցիան չէ, բայց այնտեղ մարզիչն է հարցը։ Լավ, շնորհակալ եմ զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Հետևենք իրադարձությունների զարգացումներին, սա Ազատ զրույցներ Free News-ի եթերում, ես զրուցում էի Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահ Կարեն Սարգսյանի հետ, կհանդիպենք։